Պահանջով չէ, այլ օրենքի պահանջով, սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, հայերեն լեզվով գրած է, եւ քաղաքացիները, լրագրողները, որոնք որ հավատարմագրով գրված չեն ստացել զրկվել են, չեն կարող այնտեղ գտնվել։ Ես ուզում հասկանալ մեր լրատվական դաշտի հետ ինչ է կատարում, այսինքն նպատակը գալ լուր տալն է, ինֆորմացիան փոխանցելն է A-կետից B-կետ, թե սեփական անձի շուրջ սկանդալ սարքելն է, սեփական հարցի մեջ այնպես ձևակերպումներ անելն է, որպեսզի բանախոսը ինչ որ ձևով հակադարձի եւ դա սկանդալ դառնա, սեփական քաղաքական հայացքները ներկայացնելն է։ Ուզում հասկանամ, խանգարում եք ժողովուրդ, ուզում հասկանամ լրատվությունը այսօր ինչով է զբաղվում։ Այդ մարդիկ իրավունք չունեն գտնվել նիստերի դահլիճում եւ նույնիսկ որպես քաղաքացի իրավունք չունեն գտնվել այնտեղ։ Դրա համար պետք է հանձնաժողովը նիստ անի, որոշում կայացնի, որպեսզի իրանք կարողանան ներկա գտնվել։ Հանձնաժողովի նախագահը թույլ տվեց։ Հանձնաժողովի նախագահը նույնիսկ չի կարող թույլ տալ։ Օրենքով հստակ գրած է։ Ամենայն հարգանքով բոլոր հանձնաժողովի նախագահների նկատմամբ, իմ բոլորն էլ իմ գործընկերներն են, բայց օրենքով գրած է։ Հիմա ես չեմ կարող թույլ տալ, որ ազգային ժողովի նիստերի դահլիճ, չգիտեմ, ինչ որ մեկը ձեզանից գա նստի, մեկ լսի գնա։ Կարգ գոյություն ունի եւ այդ կարգը խախտվել է։ Եվ ինչի օրինակ լրագրող Վահե Մակարյանի պարագայում իրան դուրս կհրավիրեն, այսինքն իսկ միշտ լրագրողների պարագայում, որոնց հավատարմագրումը նույնպես չի արվել, իրանք չպետք է դուրս հրավիրեն։ Ինչու հավատարմագրումից նրան զրկեցի։ Միայն նրա համար, որ տվել են Հայկ Գոնջորյանին մի հարց, որ նրան դուրս չի եկել։ Մենք հիմա նորից վերադառնում ենք այն բանին, ինչի մասին ես նոր խոսում էի։ Դուք ասում եք այն ինչ որ ձեր կարծիքն է։ Դրա հետ կապված, եթե չեմ սխալվում, դրա հետ կապված այսօր լրագրողներից մեկը բացականչում էր, որ դատական գործ կա եւ այլ, եւ դատանը որոշի, եթե ինչ որ բան նես չի եղել, շատ բարի Սիմոնյան նաեւ որոշակի առումով սա ըստեյության եւ նաեւ լրագրողների նկատմամբ ի վերջո 4-րդ իշխանություն են եւ մեկ հարցը չպետք է դառնա, անգամ եթե ոչ թույլատրելի վայրում է եղել, կարելի է նախազգուշացնել լրագրողին ի վերջո 4-րդ իշխանության դերը պետք է Բալակ ջան, նախ եւ առաջ 4-րդ իշխանության դերը պետք է 4-րդ իշխանությունը բարձր պահի եւ լրագրողները իրանց այնպես դրսեւորեն, որպեսզի հասարակ մարդիկ, ոչ թե քաղաքական գործիչները հաճույք ստանան խոսակցությունից եւ զգուշացնելու հետ կապված իրանց զգուշացվել է, որ իրանք դուրս գան։ Որևիցե դեպք չի լինում, երբ որ առանց նախազգուշացնելու մարդուն դուրս են հանում։ Եթե դուք Եվրոպարլամենտում, որևիցե այլ երկրում, հələ գնացեք, սա ռեժիմային շենք է։ Գնացեք, փորձեք ներխուժել որևիցե կարգից դուրս, տեսեք ինչ տեղի Չէ, ուղղակի նախկինում ասում էին, որ եթե լրագրողին պատուհանից են հանում, պետքա դռնից մտնի։ Չէ, դա սխալ արտահայտություն է։ Դա այն դեպքում է, ճիշտ է, դա այն դեպքում է, երբ որ խոսքի ազատություն չկա։ Այսօր խոսքի ազատության, չգիտեմ, վերածվել է ինչ որ տեղերի լկտիության։ Այսօր խոսքի ազատությունը դարձել է լկտիություն։ Ով ինտերնետ ունի, ով համացանց մուտք գործել գիտի, ինքը ազատ խոսքի հնարավորություն ունի։ Այսինքն համեմատում եք այն ժամանակները, երբ որ կային կառավարվող լրատվամիջոցներին, չգիտեմ, ծեծող, լրագրողներին ծեծող եւ բանանող իշխանություն, խոսքի ազատությունը սահմանափակող իշխանություն, այսօրվա է, երբ որ լրատվական դաշտի 90%-ը ընդդիմադիր է, այստեղ կանգնած եք, ինձ ասեք, ո՞րն է իշխանը, ինքն է, որ իշխանության հետ կապ կարա ունենա, հեսա ասեք, հեսա ձեզ վառ օրինակ, դուք բոլորդ ընդդիմադիր լրատվամիջոցներ եք, սխալ եմ ասում։ Այո, մենք չեզոք լրատվամիջոց ենք։ Լավ, չեզոք լրատվամիջոց եք, բայց իշխանական չեք եւ իշխանությունը ձեր գործունեությանը չի միջամտում եւ չի կարող, չէ՞ միջամտել։ Բա ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդ, լրագրողների գործունեությունը երեկվա վարչապետի ասուլիսի հետ կապված, հա, ասենք հարցազրույցը լրագրողը դա ինտելեկտի, դա չգիտեմ, բովանդակության, փոխանակումը, ցուցադրումը, այլ ոչ թե գաս դու իքես ցույց տաս, դիմացինին սադրես, քո ելույթը ունենաս, շատ վատ տեղ են գտնվում։ Պարոն Սիմոնյան, եթե այս ձեր իշխանությունը միշտ խոսում է արտաքին միջամտության մասին Հայաստանի ներքին գործերին, որը վերջին անգամ վերջերս շատ ակտիվ քննարկում է Ռուսաստանի մի հաղորդավարի Սոլովյովի հետ կապված, երեք օրինակ Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ հայտարարել է, որ աջակցելու են Փաշինյանին ընտրությունների ժամանակ, եւ հիմա ընդդիմադիրներն ասում են,
սա ուղիղ եւ ընդ որում բարձրաստիճան պաշտոնյայի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Նախ ցույց կտակ այդ նախադասությունը, որտեղ փորձում եք նման բան չի ասվել։ Մեջ բերեք, բայց եթե կստացվի նենց, որ ձեր ասածը եւ մեջ բերածը չի համընկնի, բայց այդ դեպքում ինչ ենք արել։ Դե հիմա ես մեջերը Միջև կմեջ բերեք, չմոռանաք մեջ բերել, ես պատասխանեմ հարցի մյուս մասին, հա։ Ուրեմն տեսեք, տարածաշրջանային բաների զարգացումներից դուրս մնալ եւ տարածաշրջանի մեջ ներգրավված լինելը եւ հիբրիդային պատերազմը դրանք տարբեր բաներ են։ Այսինքն այն բանը, որ մենք տարածաշրջանում մեր գործընկերների հետ կապված աշխատում ենք եւ մենք էլ ենք լավ հայտարարություններ անում Թուրքիայի հետ կապված, Վրաստանի հետ կապված, Իրանի հետ կապված, Իրանում տեղի ունեցողի հետ կապված հիմա մենք հայտարարություն ենք անում, դա միջամտություն է Իրանի եւ մի բան է, երբ որ տարբեր պրոպագանդայի ներկայացուցիչներ, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր process-ներ հրահարելու հետ կապված հայտարարություններ են անում եւ միջամտում են, ինչպես նաեւ ստեղ տարբեր քաղաքական ուժերի հետ անմիջականորեն աշխատում են, դա մեկ այլ բան է։ Այսինքն համեմատելու չի ընդհանրապես։ Իսկ հիմա ես ձեզ խնդրում եմ բառացի մեջ բերեք, որտեղ է մեր հարևան երկրի արտաքին գործերի նախարարը ասում, որ իրանք ուզում են ոնց ձևակերպեցիք։ Այս աջակցությունները որ 26-ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու։ Նկատի ունի Թրիփի եւ Խաղաղության։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանը առաջատար է։ Այս հարցում աջակցում ենք նրա կառուցողական դերակատարությանը։ Անհրաժեշտ է, որ այդ գիծը, այս կամքը շարունակվի։ Որտեղ է այդտեղ ձեր ասացի մեջ, որ իրանք 26 թվականին շարունակելու համար նշանակում է աջակցում է, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, որպես այդ գիծը շարունակի։ Իսկ հասարակություն բառը ինչի հանեցիք այդտեղից ձեր ասացի։ Բայց կարդում եք տեքստը, տեսնում եք, մի հատ ռուսերեն տենց արտահայտություն կա, չեմ ուզում միջև վերջ մեջ բերել, ասում смотришь в книгу, видишь то, что тебе надо։ Եթե օրինակ սոցիալներում ներողություն եմ խնդրում։ Մարդը բառացի ասում է, որ հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը որ գործող իշխանությունը տանում է առաջ։ Որտեղ է հանրություն եւ իշխանություն բառակապակցության մեջ իր աջակցությունը 2026 թվականի ընտրություններին։ Ուզում հասկանամ, որտեղ եք դուք դա։ Ամեն դեպքում համակարգություն, Ինչի հետ հասարակության Հայաստանի Հանրապետությունում անցկացված սոցհարցումների Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության կարծիքի հետ լուրջ, բայց այդ ինչ հարցումներ են իրան տրամադրվել։ Մենք ներսում մեծամասնություն չունենք դա այլ հարց է, թե այդ ինչ են տամ, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես չգիտեմ, բայց հələ մի հատ վերադառնանք ձեր ասածին, Օզանա ջան, դուք ինձ ուրիշ բան եք ասում։ Հիմա նորից կարդացեք, խնդրում եմ։ Այն հատվածը, որ նոր կարդացիք։ 26-ին նոր նույն հատվածը, բառացի նույն հատվածը։ Դա եմ ասում, ամբողջական կարդամ։ 26-ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Այո, մի րոպե, ստոպ, այստեղ արձանագրում է 26-ի հունիսին ընտրությունները, բոլորը դրա մասին գիտեն։ Անցանք առաջ։ Որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն է լինելու, բարձր։ Տրիպի մասին է խոսքը, որը կարևոր հատված է, այո։ Մենք տեսնում ենք Տրիպը հիշեցնում եմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև պայմանագիր է։ Անցանք առաջ, հետո թարգմանում ենք Էրդողանին։ Էրդողանին դուք թարգմանեք, եւ Ֆիդանն է այդտեղ խոսում, եւ Ֆիդանին թարգմանել եք դուք եւ սխալ եք թարգմանել, հիմա փորձում եք արիք։ Հիմա անում ենք դա, անում ենք։ Շարունակեք։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանն առաջատար է, Էլիասին։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նույն կարծիքը ունի, ինչ որ վարչապետ Փաշինյանը շարունակում։ Բայց ո՞նց են պատկերացնում։ Այս չգիտեմ ոնց են տեսնում, հիմա կարծիքը ասում է, ուզում եք ասեք դա խառնվել է, որ ասում։ Իհարկե։ Ես ես ասեմ, մեր հարցումներով էլ է տենց։ Մեր հարցումներով էլ է տենց։ Իրենց են փոխանցվել։ Չէ, դժվար։ Ասեք։ Էդի շարունակեմ։ Այս հարցում աջակցում եմ նրա կառուցողական դերակատարությանը։ Որ հասարակության հետ ինքը նույն ձևի, նույն տրամաբանության մեջ է։ Այդ որտեղ 26 թվականի ընտրություն կտակ։ Նախորդ նախադասության վերջներ, հա, երբ որ օրն էր ասում։ Էսա ձեր լրատվության, մեկնաբանության սայա, այն լրատվության որակը, որով դուք ներողություն, դուք ձեր ասացիք, թողեք ես ավարտեմ։ Բայց չեմ ավարտել։ Հետո կասեք, ես տեղ եմ, տեղ չեմ գնում։ Սա է այն որակը, որը որ դուք փորձում եք հիմա մանիպուլյացիաների միջոցով
հանրությանը, որ 26 թվականի մասին ասում է այսինչ թվին ընտրությունները նախորդ նախադասության վերջը բերում եք կպցնում եք առաջին ասում է աջակցում է դուք հարցը սկսեցիք այն բառից որ ինքը ասում է որ 2026 թվականին ինքը աջակցում է ինչ վերաբերվում է ընդհանուր այս ասացին շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր այն մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության, հանրության, մեծամասնության, խաղաղության գնալու եւ առևտուր անելու, ինչպես նաեւ տրիպի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին շնորհակալություն եմ հայտնում հարգելի գործընկերներ։ Դե հիմա էլ ինձ ներկայացրեք, որ ես էլ իրանց բան եմ արել, շնորհակալություն եմ հայտնել։ Դրանք ինչ կլինի դրանից հետո։ Սիմոնյան ԿՊ վարչությունը ավարտեց падգամավորներին ընտրելու այդ գործընթացը ինչ սկզբունքով եք այս անգամ առաջնորդվել վարչությունը ում է նախապատվությունը տալու Դե տեսեք շատ կուսակիցներ հիմնականում մարդիկ են ովքեր որ կուսակցական են եւ որոնց որ մենք ճանաչում ենք նաեւ կուսակցական գործունեության ինչպես նաեւ падգամավորների գրեթե մեծ 99%-ը բացի մի քանի հոգուց նույնպես դիմել էին եւ գիտեք ինչ պետք է ասեմ որ բոլոր որոշումները 99% որոշումները կայացվել են համարյա կոնսենսուսով, այսինքն ամենամեծ տարբերությունը երևի եղել է 2-3 դեմ մնացածը կողմ կամ հակառակը տրամաբանության մեջ եւ շատ դրական ճիշտ է ծանր դժվար 6-7-8 ժամով նստած ենք եղել մի սենյակում շատ բավականին լավ գործընթաց էր նոր դեմքեր կլինեն Շատ հետաքրքիր դերասանների մասին են խոսում։ Դե դերասանների մասին խոսքը որն է, կա մի հաղորդավար, եթե չեմ սխալվում, հա, որը որ հանրային հեռուստատեսությամբ ինչ որ ծրագիր է վարում, ճիշտ ասած, հա, եթե չեմ սխալվում, ուրիշ որևիցե մարդ, որը որ ձեր ասած մասնագիտությամբ չգիտեմ, բայց տեսել եք էլի բոլորի դեմքերը նույնիսկ այն մարդիկ ովքեր որ չեն անցել հրապարակվել է։ Ինչ նոր Հայկ Սարգսյանը քիչ առաջ ասաց, որ ԿՊ վարչությունը մերժել է իր բողոքը եւ նա այլևս ցանկություն չունի մասնակցել լինելու ԿՊ ցուցակում։ Ինչ է մերժել բողոքը։ Ինքը գիտի ինչ ենք մերժել։ Ասում է որևէ բարձաբանում չի ներկայացվել իրեն։ Թափանցիկ չեք ասում։ Ես ցավում եմ, որ իր գնահատականը այդպեսին է, իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին դե ասեմ, բոլոր մնացածին նույնիսկ չի, այտենց չի ներկայացվել, ոնց որ Իրանա ներկայացվել որպես գործընկեր եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառները։ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Այսինքն դուք որպես հիմք ինչ եք ընդունել նա հանրային տեսանկյունից այլևս ընդունելի չի նրա կապերը օրինակ ենթամշակույթի քրեական ուրեմն ես որևիցե մեկնաբանություն իմ հետ կապված խնդիր չկա այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա ես հասկանում եմ որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում իրան ինչ հարցնում է փորձում է իմ հետ կապված ինչ որ խնդիր գտնի ինքն էլ ցավոք սրտի չի ասում որ չէ դա չի խնդիրը հույս ունեմ կնայես հարցազրույցը եւ Դուք չեք պատճառում խոսքը։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չեմ 6 տարի ով ինչ հարցը ասում բուկմեյքերական գրասենյակները ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ բերել բայց դա որևիցե կապ չունի այն ամեն ինչի հետ ինչ որ տեղ է ունեցել իրան հարցրեք եթե ինքը կուզենա մեկնաբանի ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու վարչության որոշումները հրապարակային են իրեն էլ շատ լավ բացատրվել է ցավում եմ եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը թերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը Դուք շփվում եք իրար հետ Ոնց է բաց Պարոն Սիմոնյան Հարությունյանը զայրացրել է իշխանության միլիոնավոր դրամների պարգևավճարի բաժանումը գործադիրում հատկապես որտեղ հա մինչև 9 միլիոնի է հասել վարչապետի պարագայում 11 միլիոնի ու աղքատության այս պարագայում այս փողերի շռայլ բաշխումը սեփական թիմակիցների միջև որքանով է ընդունելի ու ազնիվ Ուրեմն դրան նախ վարչապետը պատասխանել է իր երեկվա ասուլիսում ես ուղղակի կավելացնեմ որ այն մարդիկ ովքեր որ ուզում են որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի պետք է ունենան մարդկանց ովքեր որ դա իրականացնեն իսկ այն մարդիկ ովքեր որ պետք է դա իրականացնեն չեն կարող լինել ոչ արեստավարժ չեն կարող
գալ ստեղ եւ դառնալ կոռուպցիայի ինչ որ մի մասնիկ, որովհետեւ իրանց չի բավարարել եւ չի բավարարում այն աշխատավարձը, որը որ տրվում է, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են եւ ստանում են ոչ բավարար աշխատավարձ։ Իհարկե դա միգուցե էմպաթիա չի առաջացնում, որովհետեւ պաշտոնյան 20-30 տարվա մեջ ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռի հետ նաեւ պաշտոնյա է, բայց եթե դու ուզում ես ինքնաթիռը A կետից B կետ հասնի, քո ինքնաթիռը վարող օդաչուն պետք է արհեստավար, լավ վճարվող եւ նորմալ որովհետեւ անձնավորությունը լինի։ Օդաչուներն էլ են խնդիր առաջացնում։ Իհարկե, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա մարդկանց, ովքեր որ սեփական հացի խնդիր ունեն եւ վարկերի մեջ են եւ մեծ խնդիրներ ունեն եւ իրանց գալիս են ինչ-որ տեղից փող են առաջարկում, այս ինչ բան անելու համար, բերենք տնենք բարձրաստիճան պաշտոնյասակին։ Հակում ունեցող այնուամենայնիվ դա կանի։ Դա բոլոր երկրներում է, բայց նորից եմ ասում, չի դուք լրագրողները միջև այս վերջերս ձեր մեջ լրագրողներ կան, որոնք շատ ավելի շատ գումար են ստանում, քան հասարակ ազգային ժողովի падգամավորը։ Դա նորմալ է, երեխեք։ Այո, կա, չէ։ Դուք բոլորի աշխատավարձը գիտեք Կարինեն օրինակ ինչքան։ Օրինակ եմ ասում Կարինե ջան, քո հետ կապված չի։ Կամ Գորգոզյան։ Ուզեմ բյուջետ չենք ստանում։ Ինչը։ Լրագրողներից ով որքան աշխատավարձ։ Այո, որտեղ ես լրատվական կայք եմ ղեկավար, երբ որ ձեզ պետք է ալնում, ասում եք Ալեն Սիմոնյան, ինչքան լրատվական կայք կա ինձ եք վերագրում։ Ես արդեն քանի տարի է լրացնում եմ, նոր վերադառնանք հա թեմային։ Չի կարող մարդը, որ անընդհատ էկրանների առաջ է եւ ով պատահի, ով որոշում է, որ ինքը պետքա քաղաքականությամբ այդ մի քանի ժամը զբաղվի, վերջի բառերը ասի, մարդը, որ պետքա Հայաստանի Հանրապետությունը ներկայացնի միջազգային կառույցներին, ասենք մարզիկների վրա օրինակ բերեմ, ասենք եկեք մարզիկներին գումար չտանք, մարզիկները չկարողանան հագնվեն, չկարողանան պարապեն, չկարողանան գնան, հետո ասենք բախի չենք մենք մեդալներ շահում եւ այլ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը այո կա, աղքատության դեմ պայքարը մղվում է, բայց Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, որոնք ազգային ժողովի падգամավորից ավելի շատ են ստանում։ Հայաստանի Հանրապետությունում կան զինվորականներ, որոնք Հայաստանի Հանրապետության падգամավորից շատ են ստանում։ Տեսեք, ես բերեցի падգամավորական դաշտ, բայց նորից եմ ասում, ասենք բանկերի խորհրդի նախագահները Հայաստանի Հանրապետության նախագահից, վարչապետից, ազգային ժողովի նախագահից մի քանի անգամ շատ են ստանում։ Հիմա դուք ուզում եք, որ լինեն մարդիկ, ովքեր որ այնքան գիտելիք ու այնքան եռանդ ու այնքան աշխատանք դնեն, որպեսզի այդ աղքատությունը գնալով կչանա, թե ուզում եք, որ բոլորը, եթե այսինչ մարդիկ մի փոճուր զանգված կամ մի ինչ-որ զանգված աղքատ է, մնացածն էլ պետք է աղքատեն։ Հա, այդ տրամաբանությամբ 5 տարի աշխատել են։ Այլուշ Նարեկ Կարապետյան, երեք ասում էր, եթե իրենք իշխանության, Նարեկը Կարապետյան ասում էր, եթե մենք իշխանության ունենք, մեր վարչապետը 1 դրամ է ստանալու։ Ես ուրախ եմ Նարեկի համար, չգիտեմ ինքով, անկեղծ ասած, թողին կերծով շարժման համակարգում։ Հա, լավ, շատ լավ է, բա ինչի միջև էս իրանք այդքան չէին ստանում։ Բա այն փողերը որ Հա, հասկացա, իսկ իր բանը, իր հայրիկը, երբ որ աշխատակազմի ղեկավարն էր Սերժ Սարգսյանի մի դրամ էր ստանում, զուտ հետաքրքիր է, կհարցնեք իրան, քանի դրամ է ստացել, լինելով բավականին հարուստ ընտանիքի ներկայացուցիչ, քանի դրամ է ստացել իր հայրիկը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է եղել, չէ՞, թե չեմ սխալվում։ Քանի դրամ է ստացել։ Դե հարցրեք, դա թող պատասխանեն։ Ասմյան, ընտրություններից 6 ամիս առաջ այս պարգևատրումները, այսպես ընտրակաշառքի թիմին կողքը պահելու, օրինակ կարող եք մյուս անցած տարի էլ անեք, ինչու հենց ընտրությունների նախաշեմին այսպիսի որոշում, պիլոտային ծրագիր, ըստ տեղեկությունների մեծ մասամբ պետական համակարգում յուրայիններին պարգևատրելու, Ձեր հարցի պատասխանը թաքնված է այն քանակի մեջ, թե ինչ թվով մարդիկ են դիմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար։ Թիվը գրեթե 400, այսինքն դա ցուցիչ է, որ մարդիկ առանց որևիցե պարգևի վճարի, առանց որևիցե ինչ-որ ձեր ասած խրախուսման, հա, ճակերտավոր շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության գալիք ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն է կազմելու եւ դրա համար որևիցե մեկին պարգևավճար տալ եւ դրանով խրախուսել կարիք չկա եւ ել չեմ ասում, որ դուք տեղյակ չեք, որ ժամանակին, երբ որ նախորդ իշխանության ժամանակ շատ ու շատ падգամավորներ ծրարով փող են ստացել իրենց
այսպես ասած, կուսակցության ղեկավարներից, դուք դրանից տեղյակ Դե չեք։ հիմա էլ է սա, օրինական Հիմա Հայաստանի- անեկդոտի նման, ասма թղթատարությունն է մի քիչ Չէ, Կարինե ջան, տենց չի, ֆիքսեք, որ ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը այսքան է, նախարարի աշխատավարձը այսքան է, թե ինքը կստանա դա 3 ամիսը 1, կտոր, դրամ առ դրամ, թիվը էդ է։ Այսինքն ինքը ստանալու է մոտավորապես 1 միլիոն դրամին հասնող, միջինը 1 միլիոն դրամին հասնող աշխատավարձ։ Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը ֆիքսեք ձեր համար մոտավորապես, հա, 1 միլիոն դրամ է։ Թե ինքը 500,000 դրամը ամեն ամիս կստանա, այդ մնացած 500,000 դրամները կհավաքվի եւ տարվա վերջում իրան դա կփոխանցվի, 3 ամիս հետո կփոխանցվի, դա արդեն թղթաբանության խնդիր է, հա, ֆիքսեք ձեր համար, որ պետական պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Պարոն Սիմոնյան, դուք նոր խոսեցիք Կարեն Կարապետյանից, դա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, որ զբաղեցրել է, հայտարարություն տարածեցին րոպեներ առաջ, ասում է, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում երբեք աշխատավարձ չի ստացել, այն ուղղել է մանկատների սաներին եւ շրջանավարտներին։ Ես ուրախ եմ իրանց համար, ինչ կարող եմ ասել, ասեք լավ է։ Ասեցիք ինչքան է ստացել։ Դե չգիտեմ ինչքան ստացել, դուք ինձ հարց տվեցիք, ուղղել է լավ է արել, իսկ մնացած բաբ ինչով է ապրել, կարամ իմանամ։ Բիզնես։ Այսինքն բիզնեսմեն է եղել եւ եղել է ազգային ժողովի падգամավոր։ Լավ, եկեք բանով չզբաղվենք, էլի բոլորը շատ լավ գիտեն, հա, ինչի մասին ենք խոսում եւ թե գործարա, թե բարեր այդ կներեք էլի բարերարությունը, այդ ձևական բանը վերջացրեք էլի։ Մարդկա այնքան շատ է օգնում եւ դրա մասին որևիցե մեկը ոչ մի բան չի իմանում։ Իդեպ դուք էլ, եթե չեմ սխալվում։ Ես ոչ մի իմ մասին մի խոսեցիք, կարևոր չի ես ինչ եմ անում կամ ոնց եմ արի, ես դրանով ինձ գովազդելու որևիցե տրամադրություն չունեմ։ Այսինքն ինչ որ մարդիկ ինչ որ բարերարություն են անում եւ դրա համար հարկային արտոնություններ են ստացել եւ իրենց բիզնեսները զարգացրել են եւ միլիոնավոր դոլարների աշխատավարձ են բանեն եկամուտ են ստացել իրանց այդ մի 500-600 դրամ 1 միլիոն դրամ աշխատավարձը տարվա մեջ մի անգամ տվել են մի մանկատանը մի րոպե ես որևիցե ձևով չեմ մեկնաբանելու ես ֆոնդ ունեմ տարեկան եւ այդ տարեկան ֆոնդը ես միջևերջ գրեթե սպառում եմ եւ 100 տարբեր վիրահատությունների, չգիտեմ, ամեն ինչի գումար տվեմ, բայց դուք դրա մասին ոչ մի բան չեք իմացել եւ դրա մասին ես չեմ հրապարակում։ Նույնիսկ Աստվածաշնչի մեջ տենց բան կա, որ բերում է մեկը շատ իր մի հարուստ բերում է մի քանի կոպեկա տալիս եւ մի աղքատ մարդ բերում է իր ամեն ինչ ունի տալիս է։ Այդ թարգեք վերջացրեք այդ բանը, դրա վրա խաղալը ես բարեգործություն արեցի եւ բարեգործները իսկական բարեգործները չեն աղաղաղում, որ իրանք բարեգործ դա աղաղակելու համար չի։ Այն մարդը, որ աղաղակում է, որ ինքը բարեգործություն է անում, ամենավատ բանն է անում։ Պարոն Սիմոնյան, Իրանից հայտարարություններ են հնչում, անհանգստություններ, ասում են իրենց տպավորությամբ Հայաստանը իրենց դեմ գործողություններին է մասնակցում, մասնավորապես թրիփի հետ կապված, որ Վաշինգտոնում հայտարարություն հաստատվեց, եւ ակնկալում է դեսպանը, որ կրկին հանդիպումներ կլինեն եւ կվստահեցնեք իրենց, բացատրություններ կտաք իրենց։ Հայաստանը երբևիցե որևիցե քայլ չի արել եւ չի անի բարեկամական Իրանի ժողովրդի պետության նկատմամբ եւ որևիցե նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու ինչ վերաբերում է թրիփը նաեւ մեծ հնարավորություններ է տնտեսական ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար այդ թվում նաեւ Իրանի համար եւ ինչ վերաբերում է մտահոգություններին կարծում եմ ես լարվածությունը որը հիմա իրենց երկրում կա ինչ որ ձևով երբ որ կհանգուցալուծվի իրանք ավելի հստակ կտեսնեն որ որևիցե նման բան գոյություն չունի ես դեռ նորանշանակ դեսպանի հետ չեմ հանդիպել դեռ նման պայմանավորվածություն որքանով գիտեմ չկա, բայց եթե հանդիպեմ, նորից եմ ասում, որևիցե բան չկա։ Որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է օգտագործել եւ Իրանի դեմ գործողություններ իրականացնել այս տարածքից։ Իրանը ունի 10 քանի մեծ տոկոսի իրենց հարգելի Իրանը 10 քանի հարևան ունի անմիջական, ամենաշատ սահմանակից հարևաններ ունի, այսինքն այդ Հայաստանի 23 կիլոմետրից պետք է Իրանը գործողություն, ԱՄՆ-ն գործողություն իրականացնի բանի Իրանի նկատմամբ, Իրանին վերջի գործողությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, իրանք ԱՄՆ-ից ինքնաթիռը թռավ, եկավ հասավ ստեղ, իր գործողությունը իրականացրեց, գնաց։ Հիմա ասենք իրենք են այդ վտանգը տեսնում այս Ես կարծում եմ, որ մի քիչ ես կարծում եմ, որ չափազանցրած է ձեր գնահատականը նման մտահոգություն մենք իրենց հետ կապի
մեջ են գտնվում եւ ձեր մտահոգությունները չափազանցված է ինչ վերաբերում է Իրանի դեսպանի հայտարարությանը ես արդեն ասացի նաեւ երեք վարչապետն է մեկնաբանել որևիցե բան վարչապետի մեկնաբանությանը ես չեմ ուզում ավելացնել էր ասել որ այդ ճանապարհը միջև այս հայտարարության կնքվելը որ այդ ճանապարհը Զանգեզուրի Միջանցքի տրամաբանությամբ է լսեք լավ էր արել ասել էր Չէ, ասում չափազանցած Լսեք, դուք էլ կարող եք ասել, ես ձեզ պակաս հարգանքով չեմ վերաբերվում, քան իրանց ընդհանուր առմամբ որևիցե մի պաշտոնյային, շատ բան կարող եք ասել, ես էլ շատ բան կարող եմ ասել, չէ՞։ Սևով սպիտակի վրա գրած բան կա գրած, չէ՞։ Ինչ է դա։ Ասենք ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը պարոն Ռուբիոն բառացի բաներ է ասում, չէ՞, գրած է, չէ՞։ Եկեք ասենք, որ դա ընդհանրապես Ռուսաստանին է պատկանում։ Մեկնաբանենք, որ դա Ռուսաստանինն է, քանի որ Ռուսաստանը ստեղ ազդեցություն է, ինչ ցնդաբանություն ասես կարելի անել, թուղթ գոյություն ունի, արդեն երկու թուղթ ունի գոյություն ստորագրված։ Հիմա ասենք, ով մեր մեկնաբան կամ իրանց մեկնաբանելով չի։ Գերիների 4 գերիների վերադարձան պարոն Սիմոնյան դեռևս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ գերի Ադրբեջանում նրանց վերադարձի շուրջ ինչ գործընթացներ են ծավալվում։ Հիշում եք մի ամիս առաջ ճեպազրույցի ժամանակ եւ ընդհանրապես միշտ հարցնում եք գերիների հետ կապված ինչ գործընթաց է ու մենք միշտ պատասխանում ենք որ այդ գործընթացը չի երևում բայց դա անընդհատ իրականացվում է այս գործընթացի հետևանքներն է այնքան ժամանակ ինչքան որ մենք այնքան հաճախ ինչքան որ մենք հանդիպում եւ դրա մասին մենք երևի թե որևիցե թեմայի մասին չենք խոսում ինչպես նաեւ ոչ միայն գերիների մասին է խոսքը գնում նաեւ մենք հաճախ խոսում ենք նաեւ միշտ մշտապես խոսում ենք նաեւ անհայտ կորածների հետ կապված եւ այդ process-ը ավարտվելու է այն ժամանակ, երբ որ որևիցե մեկի մոտ որևիցե հարց չի մնա եւ որևիցե մեկը այլևս այնտեղ մեր հայրենակիցներից չի մնա եւ որևիցե մի տարբերություն մեր համար չկա, բոլորը պետք է վերադառնան եւ դա ժամանակի հարց է, ես վստահ եմ։ Պարոն Սիմոնյան, նույն գերիների վերադառնալու այդ տեղեկատվությանը զուգահեռ տեղեկատվություն տարածվեց նաև, որ սիրիացի 2 վարձկաններ են փոխանցվել, 3 Նիկոլ Փաշինյանը Սիրիային, Թուրքիայի միջոցով, 3 Նիկոլ Փաշինյանը դա մեկնաբանեց որպես Սիրիայի նկատմամբ բարեկամական որոշում, ինչու հենց հիմա։ Ինչ անշանակում ինչու ինձ եմ, իսկ ինչի ոչ մի տարի առաջ կամ մի տարի հետո, հա։ Համընկել է, դեպ ասեմ, որ շատ երկար process է եղել այդ փոխանցումը, շատ վաղուց սկսված process է եղել եւ սիրիական կողմի հետ այդ աշխատանքը շատ դժվարությամբ իրականացրել ենք, այսինքն ինչի չփոխա, դա բարի կամքի դրսևորում էր, ինչպես վարչապետը ասաց, Սիրիայի պետության նկատմամբ։ Եվ փոխկապակցված չեն, ինչպես պնդեց Փաշինյանը, այդ պնդումներից հետո էր։ Ասենք հիմա էլի լրատվությունից ենք էլի խոսում, էլի նույնպես վերադառնանք։ Հիմա ինչ է ենթադրում, պետք է ասեմ, չէ, Փաշինյանը սխալ էր պնդել դա, այսինքն ուզում հասկանամ հարցը տալուց առաջ գալիս եք ինչ եք ակնկալում լսեք ինչ դա եկեք 3 տարբերակ քննարկենք a Փաշինյանը սխալ էր ես ճիշտ b ես չեմ պատասխանում ինչ եք ենթադրում իհարկե Հայաստանի Հանրապետության վարչապետը ասել է եւ ընդհանրապես գերիների հետ կապված զբաղվում է եւ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով ոչ падգամավորները ոչ ազգային ժողովի նախագահը ոչ որևիցե այլ մարմին կամ անձնավորություն դրանով չի զբաղվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կառավարության ղեկավարի գլխավորություն Եվ վերադառնալով նույն Մի հատ վերջացնեմ մի վերադարձի սպասի մի հատ վերադառնանց որ մի ժամը խոսում էինք իրար հետ վերադառնում ենք Տիգրան Ավինյանին հրավիրել եք ձեր ծնունդին։ Ես անձնական հարցերին չեմ պատասխան, բայց այս անգամ կպատասխանեմ Տիգրան Ավինյանը հրավիրված է եղել իմ բոլոր ծնունդներին։ Ինչու՞ չէր եկել նկարները։ Երկրում չէր, ինձ որ ես իրեն հրավիրել եմ, ասել եմ, որ հրանք ասեց կներես, բայց կնոջս եւ երեխաների հետ ինչ որ քաղաքում չենք եւ հրավիրել եմ։ Ես խնդրում եմ որևիցե ինտրիգ չփնտրել, որ հրավիրված չի եղել, որ իմ ընկերներն են հրավիրված են եղել, որ ընկերներս չեն հրավիրված չեն եղել, առանց այդ շատ մեծ ծնունդ էր առանց այդ։ Բայց մի ճշտում կներեք, որ նորից վիդանից եմ ուզում հարցնել։ Հարցրեք։ Հասկացել, դուք ինձ ասեցիք, դուք սխալ եք, դուք ինչ եք հասկացել այդ հայտարարության, պարոն Սիմոնյան, ինչ էր դա։ Ես հասկացել եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլևս իրողություն է եւ թշնամանքի էջը մենք միասին այնուամենայնիվ կարողացել ենք երկստեք փակենք թե մենք հայերս թե թուրքերը եւ մենք պետք է ամրապնդենք այս խաղաղությունը ես դա եմ հասկացել ես հասկացել եմ որ Հայաստանը չի կարող եւ չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի մենք չենք կարող տեսեք Ռուսաստանի հետ մենք սահման չունենք եւ Եվրոպայի հետ էլ սահման չունենք հա
Եվ մեր տարածաշրջանի մենք 4 հարևան ունենք, եւ այդ 4 հարևանից դուրս մենք մեզ չենք կարող դնել եւ շնորհակալություն եմ հայտնում այդ հայտարարության համար, դրական եմ գնահատում եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ մեզ աջակցում է խաղաղության ուղու մեջ։ Սիմոնյան, այսօր հետքը պարզել է, որ Բաքվում այսպես Արևմտյան Ադրբեջան այս ծրագիրը Իլհամ Ալիևի անձամբ այսպես ֆինանսավորման բերում։ Եթե այսպես խաղաղության թեզ է, այսպես տարածքային ամբողջականություն հարգելով եւ այդ ամեն ինչու է Ալիևը այսպես ֆինանսավորման, պետական ֆինանսավորման թեզը առաջ տանում։ Ես չգիտեմ հետքը ինչ է պարզել, բայց մի քիչ անշնորհակալ է, հա, մտածել, որ Ադրբեջանում որևիցե քաղաքական նարատիվ կարող է գոյություն ունենալ առանց իրենց երկրի ղեկավարի իմացության եւ առանց իրենց երկրի ղեկավարի աջակցությամբ։ Հիմա ես չգիտեմ եղել է ֆինանսական թե չի եղել, mēs տեսնում ենք մենք հայտարարությունները, մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ, այդ հայտարարությունները փոխվում են, այդ խոսակցությունները փոխվում են։ Եթե դուք 4 տարվա, 3 տարվա առաջվա հայտարարությունները համեմատեք այսօրվա հայտարարությունները համեմատեք, իրենց նախագահի խորհրդականի հայտարարությունները, արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, դուք չեք տեսնում որ բան ա փոխվել, թե ես ուրիշ երկրում եմ։ Որտե պետական ֆինանսավորման մի երկ էին Զանգեզուրի։ Հարգելիս։ Հայաստանի տարածքներն էին ներկայացնում, դա էլ է կարծես պետական ֆինանսավորման եղել այդ մենք տարիներ շարունակ, ինչպես նաև հիմա շատ ու շատ տարբեր տեղերում, որոնք որ հələ չեն կարողացել կանգնեցնել, չի հասել մեր ձեռները, հələ չենք հասցրել, շատ մեր հարևան երկրների տարածքները ներկայացնում են որպես մեր երկիր։ Ես գնացել էի, նկարվել էի միտեղ եւ ասել էի, որ սա իմ հայրենիքն է եւ այդ նկարը դուք ինձ անընդհատ այսպես ասած երեսով եք տալիս։ Այսինքն ես բարձրաստիճան պաշտոնյա էի։ Այսինքն այդ իմ արածները, մեր արածները հետ իրանց արածները մեջ ուզում հասկանամ։ Բարձրաստիճան պաշտոնյա չէի այդ ժամանակ։ Իսկ գործիչ էի, դա 2020 թվականի սեպտեմբերի 20 քանիսի նկար է եղել, պատերազմից 7 օր առաջ է եղել։ Այսինքն տենց սուտ PR-ային բաներ են, որովհետեւ PR-ային չի, խաղաղություն ունի խնդիրներ։ Խաղաղությունը, որ հաստատվել է, ունի խնդիրներ եւ դրա համար է վարչապետը ասում, որ մենք պետք է իրան փայփայենք, գուրգուրենք, փորձենք առաջ տանենք։ Իհարկե խնդիրներ կան։ Ես հիմա գիտեք ինչ, որպեսզի մեզ ինչ որ բաների մեջ չմեղադրեմ, հետո որ տեսախցիկները անջատեք, ես ձեզ առանձին կասեմ, հա։ Բայց ժողովուրդ ջան, մենք նույն բաներն ենք արել, տեղ-տեղ ավելի քիչ, տեղ-տեղ ավելի շատ եւ հիմա էլ ենք շատ բաներ անում եւ դրա համար գոյություն ունի բանակցություն, դրա համար գոյություն ունեն գործընկերական հարաբերություններ, դրա համար մենք խոսում ենք խաղաղության մասին, որը պետքա փայփայել, գուրգուրել։ Իհարկե Ադրբեջանի կողմից արված քայլեր կան, որոնք որ բացասական եւ մենք իրենց դրա մասին ասում ենք եւ իրանք իրենց հերթին մեզ էին ասում։ Իդեպ ես ձեզ ասեմ, նմանատիպ մի բան մենք ունեինք սահմանին կրակոցների հետ կապված, հա։ Հիշում եք մի ժամանակահատված կար, որ մեղադրում էին մեզ կրակոցների մեջ, մենք իրանց էինք մեղադրում կրակոցների մեջ, իսկ միջև պատերազմը դա գրեթե ամենօրյա ռեժիմ էր գրում։ Մենք ինչ արեցինք, ասենք եկեք ինֆորմացիան փոխանակենք։ Մենք ասենք մենք ինչ ենք արձանագրել, դուք ինչ եք արձանագրել։ Եվ վերջն արդյունքում ինչ ունենք, Կարինե ջան, 2 տարին հեսա մի քանի օրից լրանում է, որ Այսինքն ճիշտ հասկացա, փոխանակում ենք հիմա մենք այդ Չէ, հիմա չկա ինֆորմացիա, չկա կրակոց։ Իհարկե մենք ոչ թե փոխանակել ենք, այլ բան ենք արել, համեմատել ենք թե կրակոց եղել է, թե կրակոց չի եղել, որ կողմից է եղել եւ այլն եւ դրա որպես վերջնարդյունք մենք 2 տարի կրակոց չունենք։ Լավ, պարոն Սիմոնյան, Կարինեն ավերջացնենք։ Պարոն Սիմոնյան, լավ, այս խաղաղության պայմանագիր եք ստորագրում, Միացյալ Նահանգներում ինչ որ Բայց Կարինե ջան, խես ասում ստորագրում մենք, դու հայ ես, դու Հայաստանի Լավ, ստորագրում ենք, բայց երբ Միացյալ Նահանգների նախագահը այսպես ասած թքած ունի որևէ միջազգային կանոնների վրա, ՄԱԿ-ի իրավունքի վրա, այսպես ասած իր ցանկությամբ Գրենլանդիան, Կանադան, Վենեսուելան համարում է իր տարածք, ասած այդ կիսագունդը։ Դուք հույս ունեք, որ այդ թղթի վրա պայմանավորվածությունները այսպես հստակ որևէ արժեք ունեն, որտեղ ես այդ հարցին պատասխանել եմ ձեզ բազմաթիվ անգամ։ Հա, պատասխանել եմ, նույնիսկ օրինակ եմ բերել, երբ որ դու մեքենա ես նստում եւ ամրագոտին գցում ես, դա միանշանակ չի նշանակում, որ հարվածի դեպքում դու կենթանի կմնաս, բայց ռիսկը նվազեցնում է մաքսիմալ չափով։ Մենք այն ամեն ինչ որ արել ենք, մենք ռիսկը նվազեցրել ենք։ Այսօր որ 49 տարով
այդ պայմանագիրը կնքվել է, դա նշանակում որ առնվազն 49 տարով ԱՄՆ-ն ինչ որ չափով բավականին մեծ նաև անվտանգություն է բերել Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ տարածքին, բայց այդ թրիփը նաև անվտանգային համակարգ է ինքը ոչ միայն այն տրամաբանության մեջ, հա, որ առիթ չկա, որ Ադրբեջանը պրոբլեմ ունենա իր մի շրջանից մի շրջան ապրանք տեղափոխելու, ոչ միայն այն պատճառով, որ մենք նաև առևտուր ենք անում եւ դա ամրապնդում է, հետաքրքրություն ունի ԱՄՆ-ն այստեղ։ Այսինքն դա նշանակում է, որ բացի մնացած գործընկերներից, եվրոպացի գործընկերներից, ռուսաստանցի գործընկերներից, որոնք իրենց շահերն ունեն, տնտեսական շահերն ունեն, ԱՄՆ-ն նույնպես, ինչա՞։ Չի հակասում, դա մենք այլ տրամաբանության մեջ ապրել ենք տարիներ շարունակ եւ հիմա երկիր կա մի երկիր, որը այդ այլ տրամաբանության մեջ ապրում է, երբ որ մի կենտրոնից է կախված։ Մենք մի կենտրոնի հետ մենակ ընկերություն ենք արել, այդ մի կենտրոնը երբ որ իրան հարմար է եղել ինքը ուրիշ տեղ գործ է ունեցել անելու, մեզ մանրադրամի տեղը տենց բան արել, մենք էլ նստել ենք, ասել ենք 3833 Ինչա։ Ելենք երեչի մեր ասում եք ընկերություն եք արել։ Չէ, միայն բառը մի հանի բովանդակությունից, հա, մի բանա, երբ որ դու մի երկրի հետ ես դաշնակից, մի բանա, երբ որ դու մի քանի երկրի համար ես դաշնակից, հա, մենք Եվրոմիության հետ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ, Իրանի հետ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ եւ պատրաստում ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ նման հարաբերություններ։ Ավարտեցինք։ Չէ, եւ այնուամենայնիվ մեր գործընկերների վերադառնանք հաշվի առնելով խոսքի ազատության կարևորությունը հնարավոր է վերանայվի նրանց նկատմամբ կայացրած որոշումը եւ Սոնա Գրիգորյանն ու Քնար Մանուկյանը հավատարմագրվեն կրկին ազգային ժողովում հնարավորություն ունենալով իրացնել իրենց մասնագիտական գործունեությունը։ Հավատարմագրման կանոններ գոյություն ունեն, այդ կանոնների շրջանակում ամեն ինչ հնարավոր է, բայց միայն այդ կանոնների շրջանակում ես առիթից օգտվելով բան եմ անում, զգուշացնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ հավատարմագրումից զրկվել են եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կմտածեն, որ իրենք կարող են տենց կներեք այդ բառի համար շուստրություն անեն, հա, падգամավորի իջեցած բանով թույլտվությամբ մտնեն եւ գործնեությամբ զբաղվեն, դա նաեւ անհարգանք է ձեր նկատմամբ, այսինքն ինչի դուք կգնաք հավատարմագրվեք կանոնների կենթարկվեք, իրանք կետա մի падգամավոր իրանց թուղթ կտա, իրանք կգան բանը իրանց գործնեությունը կանեն կգնա։ Այդ պահին գտնվում էր հանձնաժողովում եւ դա իր գործունեությունը Տեկոս падգամավորի ամբողջ խմբակցությունը գտնվեր։ Օրենքով գրած է, իրավունք չունի ներսել։ Բայց անգամ չեն հասցրել Հայկ Կոնջորյանին հարց ուղղել եւ սա անարդար մոտեցում է լրագրողների նկատմամբ։ Հարգելիս, անարդար մոտեցումը թող դիմեն դատան, ինչ աշխատում չեն ասել։ Նախ իրանք իրավունք չունեին այդտեղ Հայկ Կոնջորյանին դիմեին։ Նախ սկսենք դրանից, որ իրանք իրավունք չունեն։ Հիմա նորից եմ ասում են ԱԱԾ աշխատակիցները դարձել են դրել, մենք հայտարարել ենք։ Լսեք, ԱԱԾ աշխատակիցները ուղեկցի ՊՊՑ աշխատակիցները ուղեկցեն, չուղեկցեն, իրանք լրատվական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն այդ տարածքում, հարգելիս։ Դու գիտես, որ չունեն այդտեղ։ Նույնը հանձնաժողովի սենյակը Գեգամ Մանուկյանը այնտեղ է։ Ես ուրախ եմ, որ Գեգամ Մանուկյանը այնտեղ էր։ Գեգամ Մանուկյանն էլ է զգուշացվել, որ խնդրի իրանց դուրս գան, որտեղ իրանք իրավունք չունեն այդտեղ գտնվեն։ Կրկնում եմ, ով ուզում է այդտեղ լինի, քաղաքացիները չեն կարող այնտեղ կոնկրետ օրենքը սահմանում է, բացեք կարդացեք։ Բայց եթե ՊՊՑ աշխատակիցը ասել է, որ կարող է գտնվել։ ՊՊՑ աշխատակիցը չի ասել, որ կարող է։ Իրենց ասել է, որ չի ասել, ՊՊՑ աշխատակիցը չի կարող, ՊՊՑ աշխատակիցը չի կարող ասել, որ ինքը կարա գնա հանձնաժողովի նիստին մասնակցի, թե Կոնջորյանի երբ որ հարց է տվել։ Հարգելիս, ուրեմն կրկնում եմ, գործունեություն ծավալել որևիցե վայրում եւ գտնվել ենք տարբեր բան, ինքը չի կարող գործունեություն ծավալել։ Լրագրողը կարող է գալ որպես քաղաքացի մտնել падգամավորի սենյակ հետը զրուցել, բայց երբ որ լրագրողը միջանցքով, որ գնում է հասնում է падգամավորի մոտ, մոտենում է ինձ հարց է տալիս, դա արդեն գործունեություն ծավալել է։ Տարբերություն է։ Բայց կարող են նկատողություն տալ, ոչ թե ուղղակի հավատալ։ Ավելի, իսկ կարող էին իրանք դա բան, իսկ կարող էին դա չանեն։ Ումից վրեժ խնդրություն։ Մի գերագնահատեք լրագրողների աշխատանքը։ Մի թերագնահատեք, բայց մեր սենց ասեմ, այդ թվում նաև ձեր, մի գերագնահատեք ձեր աշխատանքը։ Ես նորից եմ ասում, ես մարդ եմ ման գալիս, ձեր խմբագիրներին եմ ման գալիս, ու ձեր չէ, բառացի, Փայլավ ջան, քո հետ կապված մենք առանձին կզրուցենք հետո։ Ես մարդ եմ ման գալիս, ասում եկեք գնամ կամ ձեր եթեր TV 5-ում խի մի հատ տաղավար չկազմեցիք, կանչեիք այդ հայտնի ամենա բաներին
այդ հարցազրույցը դրա մասին առանձին։ Ամենախմբագիրներին դուք էլ ձեր TV5-ի խմբագրին, չգիտեմ ով կա այնտեղ, կանչեք Ալեն Սիմոնյանին, մենք ենք ընտրում ում հարցազրույց տանք, ում չտանք, բայց խոսքի ազատության մասին խոսելիս հիշեք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ անդիմադիր անվանող իրենց խմբագիրներ, որոնք իրականում պրոպագանդիստներ են եւ կոնկրետ շահ են սպասարկում, մանա գալիս ուղիղ եթերով իրենց մանա գալիս, իսկ իրանք մենակ հաճո մարդիկ են, էլի, որ իրանք ասեն, այ տեսնում եք Փաշինյանին, չէ, այո, սա անտանելի է, ու sense գլխով իրար տնտմբացնեն։ Շնորհակալություն։ Եվս մեկ հարց ներողություն։ Բայց վերջացնենք։ Գորիսին դիմադիր քաղաքապետ Արուշ Արուշանյանը եւս ներկա էր ձեր ծնունդին։ Այո։ Ես լավ անձնական հարաբերություններ ունեմ իր քաղաքական բանը, իր քաղաքական հայացքները ինձ չի վերաբերվում եւ ես չեմ մտնում դրա մեջ, երբ որ խոսքը գնում է իմ անձնական միջոցառման մասին։ Իմ անձնական միջոցառմանը ես հրավիրում եմ այն մարդկանց, ում հետ լավ հարաբերություններ ունեմ։ Իդեպ մտածում եմ հաջորդ ծննդյան միջոցառման նաեւ ձեզ բոլորիդ հրավիրեմ, եթե կընդունեք իմ հրավերը։ Կընդունեք իմ հրավերը։ Այդ որ իշխանության եղակ Ինչ կապ ունի իշխանություն, դու մենակ իշխանավորների ծնունդին ես գնում։ Ասում եմ հələ դուք միջև իշխանության մնացեք, որ հրավերները։ Բայց ինչի պետք է իշխանության մնամ կամ չմնամ, որ դու իմ ծնունդին գաս ռզա մեջ։ Շնորհակալություն։